Միանգամից 54 քննիչ է ներգրավել Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործն առաջ տանելու համար։ Նա հայ առաքելական եկեղեցու ևս մեկ թեմի կալանավորված առաջնորդն է Բագրատ եւ Միքայել սրբազաններից հետո։ Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով է կալանավորվել։ Տեսակցությունները սահմանափակված են, բացառություն է մայրը, վեհափառի քույրը։ Մկրտիչ սրբազանի հանդեպ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելու հարկադրելու հոդվածներով։ Ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ, այսինքն ընդհանրապես խոսքեր, որ հանցագործություն է կատարել, բայց թե հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկար։ Հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու են։ Իրավապահները սրբազանի հետևից էին գնացել նաև իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը հիմք ընդունելով, որի առանցքում Տեր Արամի հրապարակային հայտարարություններ։ Իոաննիսյանի համոզմամբ իրավախախտման մասին պետությանը գործ տալը ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է։ Տեր Արամ քահանա Ասատրյանին ևս հարցաքննել են քրեական վարույթի շրջանակում։ Նույն թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին էլ 1 ամսով են կալանավորել։ Իշխող ուժի падգամավորները վստահեցնում են, հոգևորականներին առնչվող բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են։ Արթուր Հովանիսյանի խոսքով ոչ թե քաղաքականությունն է մտել եկեղեցի, այլ որոշ հոգևորականներ են մտել քաղաքականություն։ Հարձակումը եկեղեցու դեմ այն երևույթը, երբ եկեղեցականներին, թեմի առաջնորդները, հոգևորականներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, քաղաքական հանրահավաքներին, կրելով եկեղեցական համազգեստը։ Սա է եկեղեցու դեմ հարձակումը։ Որոշ եկեղեցականներ դարձել են քաղաքական գործիչներ, շարունակում է Հովանիսյանը։ Միակ մարդը, որը պետք է հեռանա պաշտոնից, նրա համոզմամբ կաթողիկոսն է։ Իշխանությունը չի կարող աչք փակել եկեղեցու ներսի գործընթացների վրա։ Դրանց մասին հոգևորականները, եթե նախկինում ըստ նրա վախեցել են խոսել, հիմա չեն վախենում։ Հնարավոր չի օբյեկտիվ իրականության մեջ սրբապիղծ հոգևորականների ներկայությամբ բարձրանա հայ առաքելական եկեղեցու վարկանիշը, տեղի ունենում հակառակը եւ տասնամյակներ շարունակ տեղի ունեցել հակառակը։ Եթե սրբապիղծներից պետք է ազատեն, միգուցե իրենց ներկայությունից ազատեն քաղաքական դաշտը, ընդհանրապես հանրապետությունը։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ այս գործընթացը ուղղորդվում է Ադրբեջանից, այդքան համընկնումները պատահական չեն։ Իրադարձությունները եկեղեցու դեմ սրընթաց զարգացան, երբ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական կառույց է։ Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ հանդիպել է վեհափառը, ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել քահանա հայրերին, որոնք բերման էին ենթարկվել հոկտեմբերի 15-ին։ Հոգևորականների կալանավորումն ու Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով երկարաձգելը ընդդիմությունը կապում է իշխանության վախերի հետ։ Կարապետյանի պաշտպաններն աբսուրդային են որակել անձին տուգանք նախատեսող հոդվածով 5 ամիս անազատության մեջ պահելը։ Ոնց է ստացվում, որ կոչով պետք է 30 օր եւս կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք։ Արթուր Խաչատրյանի խոսքով իրավական այս գործընթացներով իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմախոսներին։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։